Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչու է իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում մեր պետությունը մեր ինքնությունն է, հետևյալ պատճառով, եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ինչ կհիշատակենք առաջին 3 բանը։ Իմ կարծիքով մենք կհիշատակենք հայոց գրերը, քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցին։ Այս մասին ասել է վարչապետ Փաշինյանը իր իրական Հայաստան գաղափարախոսությունը ներկայացնելիս։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս 3 առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ եւ պետական որոշումների արդյունքում։ Ինչու ենք մենք քրիստոնյա, մենք քրիստոնյա մի պարզ պատճառով, որովհետև Տրթատ մեծ թագավորը առավոտյան վեր է կացել ու հրովարտակ է ստորագրել, ու մենք այլևս քրիստոնյա ենք։ Ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու ես կազմակերպչականը նկատի ունեմ, չկա, նշել է Փաշինյանը։ Բլումբերգ միջազգային պարբերականն էր հայտնել, թե Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսներին Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը։ Պարբերականը գրել է, թե սահմանի վերաբացումը հող կհարթի Կովկասում առևտրի վերսկսման համար։ Պարբերականը հիշեցնում է նաև, որ Թուրքիան է փակել սահմանը 1993 թվականին Արցախի հակամարտության պատճառով։ Բլումբերգը հղումանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը գրել է, թե հայ եւ թուրք հատուկ ներկայացուցիչներ այցելել են Ակյակա Ախուրյան սահմանային անցակետ եւ հանդիպել հայկական սահմանամերձ Գյումրի քաղաքում Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնումը քննարկելու համար։ Ռելսերի փոխարինում ըստ պարբերականի կարող է տևել մինչև 5 ամիս։ Ադրբեջանի հետ դիվանագիտական բեկումը եւ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարևոր խթան կտան հունիսին կայանալիք ընտրություններից առաջ։ Եթե նա հաղթի, Ադրբեջանի նախագահ Ալիևը կկարողանա աշխատել Փաշինյանի հետ եւ ձևակերպել խաղաղության համաձայնագիրը։ Արդեն իսկ կանխատեսելի էր, հատկապես ադրբեջանական եւ թուրքական տարբեր պաշտոնյաների հայտարարություններով, որ այս իշխանությամբ իրենց համար ձևավորվել է պատմական հնարավորություն, ակնհայտ էր, որ իրենք փորձելու են իրենց բոլոր գործողությունները այնպես դասավորել, որպեսզի հայ հասարակության մոտ ձևավորվի պատրանք, որ այս իշխանությունը տանում է տարածաշրջանը դեպի երկարաժամկետ խաղաղության։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդան անցած ամիս հայտնել էր, որ Թուրքիան չի վերսկսի հարաբերությունները Հայաստանի հետ առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի։ Ֆիդանի այդ հայտարարությունը արձագանքել էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Երկու բաղադրիչներից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, եւ եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը, դրականորեն անդրադառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Ֆիդանի հայտարարությունը հենց դրա մասին էր, որ կան հստակ նախապայմաններ։ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ իրենց հարաբերությունները կոորդինացվում են Ադրբեջանի հետ։ Իրենք համատեղ ռազմական ծրագիր են իրականացնում Հայաստանի նկատմամբ, պատահական չեմ համարում տեղեկատվական խայծը, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում կարող է բացվել Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը, սա եւս այսպես ժեստ է հասարակությանը համոզելու, որ եթե եւս մեկ զիջում անեք, իսկ այդ զիջում իրենք ձևակերպել են, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունն է։ Հատկապես եթե այդ զիջումն էլ անեք, շատ քիչ է մնացել, որ բացվեն սահմանները եւ վերջապես խաղաղություն լինի։ Մի քանի տարի առաջ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարեցին, թե շատ կարճ ժամանակում երկրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար կբացեն հայ-թուրքական սահմանը։ Այս խոստումն էլ մինչև այսօր չի կատարվել։ Քաղաքագետների դիտարկմամբ թուրքական դիվանագիտությունն է այդպիսին, որպես դիվանագիտական ժեստ, այդ երկրի բարձրաստիճան ղեկավարները տալիս են խոստումներ հասարակության մեջ ձևավորելով կարծիք, թե ճանապարհները կբացվեն, առևտուր կլինի եւ հետո քաղաքական այլ նպատակներ հետապնդելով այդ խոստումները հնարավորինս թանկ վաճառում են տարբեր երկրներին, այդ թվում Հայաստանին։ Թե պետպաշտոնական Երևանը ուղիղացել է փախստականների հարցը պետք է հանել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից, թե չէ այն չի գա ու չի գա, Ալիևը շարունակում է պատմակեղծարարության շոուն։ Ասում է տեղահանվածների հարցերով պետք է դեռ մի բան էլ ակտիվացնեն ջանքերը։ Մի ամբողջ իրավական արսենալի է հղումանում՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիա։ Այս ամենից խոսում է նա, այն նույն Իլհամ Ալիևը, ով 2023-ին հրամայեց պատերազմել գրեթե 1 տարի առաջ շրջափակված ու սովից հյուծված արցախցիների դեմ։ Հետո նա հրահանգեց նրանց ճակատին հրացանի փողը պարզել ու հազարամյա բնորանից բռնատեղահանել։
Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության եւ հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում, լինելով ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջ, անհրաժեշտ է հարգանքի համար։ Ընդ որում, Բաքվի բռնապետը այս մասին խոսում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար համատեղության կարգով մեջլիսական Արաբարլիի այն հայտարարությունից հետո, թե քննարկում են իրենց դարձյալ այսպես կոչված փախստականների իրավական կարգավիճակի հարցը։ Ավելին, նախատեսում են օրենք գրել, տանել, հասցնել խորհրդարան, իսկ այն համաձայն Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության ներքո գործող լրատվականների կարող է վերաբերել մինչև 500,000 ադրբեջանցու, առաջնահերթ նրանցից 300,000-ին, այս թվերն են մոգոնել, սրանց հետ են խաղանում, այսքանին պատրաստվում Հայաստան ուղարկել։ Եթե ուղիղ նկարագիրն եք ուզում, դա ռումբ է լինելու Հայաստանի Հանրապետության մեջ։ Եթե ադրբեջանցիների վերադարձ լինի ու ընդ որում այդ թվականակով մենք Հայաստանում դիմավորենք ադրբեջանցիներ, ոչ միայն դեմոգրաֆիական խնդիր կառաջանա, այլ շատ ու շատ այլ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ եւ հայ ժողովրդի եւ ընդհանրապես մեր պետականության համար, որովհետեւ նրանք բացառապես գալիս են առավելապաշտական, իրենց ծավալապաշտական նկարտումներից ելնելով։ Փորձագետները համոզված են Ադրբեջանի ներպետական օրենսդրության ամրագրումները միջազգային հարցեր չեն լուծի, մեզ վրա չեն ազդի, ինչ խելքներին փչի, թող օրենք դարձնեն, բայց սա միևնույն ժամանակ նշում են մասնագետները ոչ թե իրավական, այլ ռազմավարական ինֆորմացիա է մեզ համար, ցուցիչ Բաքվում խաղաղասիրական տրամադրություններ չկան, ընդհակառակը Արցախի բռնազավթումից հետո նրանց թիրախը Հայաստանն է, Ադրբեջանի խաղաղությունը կեղծ է։ Ազգային ժողովի падգամավորների պահանջով խորհրդարանում արդարադատության, առողջապահության, նախարարության պաշտոնյաների եւ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, որի առանցքը քրեակատարողական հիմնարկներում մեծ թվով դատապարտյալների մահերն են, որոնք գրանցվել են այս տարվա ընթացքում։ Օրենսդիրները բարձրացրել են գաղութներում պատշաճ բուժօգնության դեղերի հասանելիության խնդիրները, որոնց բացակայության հետևանքով է ըստ նրանց գրանցվում այսքան մահեր դատապարտյալների շրջանում։ Մեկ տարվա ընթացքում գիտեք 23 մահվան դեպք արձանագրվել քրեակատարող։ Սա սարսափելի մի ցուցանիշ, այս տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ է տալիս, որ այս հարցերի վերաբերյալ մենք այնպես պետք է անենք, որ այդ 23-ը չդառնա 24։ Ցավով ուզում եմ նաև ասել, որ կարող այդ 24-րդը Աստված մի արածը նաև լինի Սրբազան հայրը եւ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ես նաև այդ հարցն եմ բարձրացրել։ Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ, հատկապես արձանագրված, ոչ, ես խոսում եմ փաստերի մասին։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է եւ ըստ էության որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել։ Մահերը ունեն տարբեր պատճառներ, դրանցից 8-ը ինքնասպանություններ են, հիմնական մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից, 8-ը տեղի է ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում։ Նոր Արեշ 22 փողոցում հակասանիտարական վիճակ է։ Դիտահորից կեղտաջրերը դուրս են գալիս, լցվում նաև բնակիչների տներ։ Սենց կեթակը հողամասել կլցվի, ծառերը կփչան արմատով, բանով։ Մի քանի անգամ բնակիչներն իրենք են վճարել տեխնիկա ու աշխատուժ կանչել, բացել դիտահորերը, կարճ ժամանակ անց նորից նույն պատկերն է։ Երեք օր մենք ահազանգում ենք, 3 օր։ Եղավ 76 տուն, ես հիմա կտեղեկացնեմ հարկերից։ Իսկ միջև է չեք տեղեկացրել։ Տեղեկացրել ենք։ Բախի չեն մոտենում։ Ամբողջ փողոցը գարշաոտ վիճակ է։ Այսօր ասեն 3-րդ անգամ է տեղեկացնում։ Քաղաքացիների խոսքով պետք է փոքր տրամաչափի մաշված գոյուղատարերը փոխարինվեն նորերով։ Այս պարագայում վստահ են, որ խնդիրը կլուծվի, բայց ոչ Վեոլիա ջուրը եւ ոչ էլ Էրեբունու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը չեն արձագանքում իրենց խնդրանքներին, մինչդեռ այս խնդիրը շտապ լուծման կարիք ունի։ Մոտ 100 ծավել, 100 մետրի ծավել, եթե փոխվի ավելի մի քիչ մեծ խողովակներ դրվի, կմաքրվի էլի։
Արտակարգ վիճակի Աչափնյակում գործող ՍՔՕ սրահներից մեկի տարածքում աշխատակիցները ուժեղ ջրի հոսք են նկատել, հետո բոլոր 5 սրահներում տեսել, որ խմելու ջուր է լցվել։ Որոշ տեղերում դրա բարձրությունը մինչև 1 մետր է։ Այս հոտես հնարցեն հելա։ Տոննաներով խմելու ջուրն էլ գնում կորում է։ Նա Ու քանի որ խնդիրը շտապ լուծման կարիք ուներ, աշխատակիցներն առանց ժամանակ կորցնելու վեոլյա ջուր են ահազանգել։ Հայտը գրանցել են խոստացել մոտենալ, բայց ըստ աշխատակիցների այդտեղ պլանավորված արարողությունները սպասել չեն կարող։ Էսի նոր է եղել սրանք, հեսա։ Այս սրանք նոր է։ Աշխատակիցների խոսքով ՍՔՕ սրահի հետնամասից մոտ 150 մետր հեռավորության վրա խմելու ջրի խողովակ է վնասվել։ Ընկերության արձագանքը ուշացել է, դրա համար էլ ջուրը սրահներ է հասել։ Հակառակ դեպքում խնդիրը շատ արագ կարելի էր լուծել։ 12-րդ դասարանցիները հնարավոր է շուտով դպրոցներում վարորդական իրավունքի տեսական գիտելիք ստանան։ Խորհրդարանում իշխանական թևի падգամավորի հայտարարությանն ի պատասխան կրթության նախարարն արձագանքեց. հրաշալի առաջարկ է, կքննարկեն ու գուցե սեպտեմբերից կմեկնարկեն։ Ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար եւ իրենք կարողանան նաեւ հանձնել համապատասխան քննությունները, վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել օրինակ ավագ դպրոցներից հաշվի առնելով նաև կադրային հնարավորությունները։ Նախարարի այս հայտարարությունը քննարկումների շարժառիթ դարձավ։ Ոլորտի փորձագետները նշում են, թե աշխարհում ընդունված պրակտիկա է որոշ երկրներում նույնիսկ պարտադիր, բայց մեր երկրում այն ներդնելու համար բավականին մեծ ջանքեր կպահանջի։ Դրա տեսական ուսուցումը անիմաստ է, այսինքն եթե մենք պետք է դպրոցներում տեսական սովորեցնենք, դա անիմաստ է, որտեղ աշակերտը ինքն էլ կարող է այդ հարցերը վերցնել, տանը տեսական սովորի։ Ուսուցման ամբողջ արժեքը իր գործնական հատվածի մեջ է։ Իսկ գործնական հատվածը անելու համար դպրոցներին պետք են մեքենաներ, ինստրուկտորներ, իսկ դա հսկայական ծախս է, որովհետև եթե մի քանի 100 աշակերտներ մեկ մեքենայով չեք կարող սովորեցնել։ Եթե տվյալ առարկան նպաստելու է երթևեկության կարգ ու կանոնին, անվտանգությանն ու քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ապա դա միայն ողջունելի է, ասում է ոլորտի փորձագետը։ Միաժամանակ նաև ընդգծում դպրոցներում կան հրատապ լուծման կարոտ ավելի կարևոր խնդիրներ եւ վարորդական վկայականը ամենաքիչը պիտի հետաքրքրեր կրթության նախարարությանը։ Մենք հիմա կանգնած ենք լուրջ կրիզիսային վիճակների առաջ ու այդ իրավիճակների մեջ երեխաները դպրոցում վարորդական գիտելիքներ կստանան թե չէ 1000-րդ հարցը մանավանդ արհեստական բանականության զարգացման process-ին եթե նայենք self driving car-երը որոնք մեքենայով հենց իրենք առանց վարորդի քշում են դա համատարած պրակտիկա է դառնում իրականում գոնե դրա մասին մտածել ասենք հասկանանք թե ասենք այդ խնդիրը ասենք երբ որ այդ երեխան թե կմեծանա այդ խնդիրը ակտուալ է լինելու թե չէ մենք զբաղվում ենք մարդկանց գլուխը ծանրաբեռնելով անիմաստ ոչ առաշային հարցերով։ Փորձագետները հորդորում են նախ կրթական համակարգի իրական հնարավորությունների ու առաջնահերթությունների գնահատում իրականացնել, ապա նոր անցնել հաջորդ նորարարական նախաձեռնություններին։ Տաթևեր ճոպանուղին 4-րդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին World Travel Awards 2025-ին այս տարի եւս հաղթելով աշխարհի առաջատար ճոպանուղի անվանակարգում։ Նշենք, որ Եղզակի զբոսաշրջային այս կառույցը հաղթել է աշխարհի առաջատար ճոպանուղի անվանակարգում նաեւ 2021, 2023 եւ 2024 թվականներին։ Տաթևեր նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ կողմից մեկնարկած Տաթևի վերածնունդ ծրագրի շրջանակներում։ Բաց քվեարկություն է տեղի ունենում եւ քվեարկության արդյունքում բոլորը աշխարհի տարբեր երկրներից կարող են մասնակցել եւ քվեարկել եւ այսպես Տաթևերը այս տարի եւս 4-րդ անգամ ճանաչվել է հաղթող։ Սա մեծ համար շատ մեծ պատիվ է, քանի որ այս տարի Տաթևերը նաեւ նշում է իր 15-ամյակը եւ շատ նշանավորվում է նորից, քանի որ ճոպանուղին Հայաստանի զբոսաշրջության համար շատ կարեւոր խարսխային նախագծերից է համարվում եւ Սյունիք դեպի տարածաշրջան հոսքը ճոպանուղու կառուցմամբ բավականին մեծացել է եւ ակտիվացել է ամեն 5-րդ տուրիստ ով այցելում է Հայաստան անպայման այցելում է տարածաշրջան Սյունիք եւ Տաթևի վանք